Այս պահին կարևոր է իմանալ էջն է և մենք այսօր քննարկելու ենք մի թեմա, որի շուրջ լռությունը հաճախ դարձել է հանցագործության ձև։ Անչափահաս երեխաների նկատմամբ սեռական բռնությունը և բռնաբարությունը ոչ միայն քրեական հանցագործություններ են, այլև մարդու արժանապատվության, մանկության և ապագայի դեմ ուղղված ամենածանր ոտնձգություններից մեկը։ Ժամանակակից միջազգային իրավունքը վաղուց հստակ արձանագրել է. երեխայի անվտանգությունը բացարձակ արժեք է և որևէ հասարակություն չի կարող իրեն իրավական պետություն համարել, եթե չի ապահովում երեխաների լիարժեք պաշտպանությունը սեռական շահագործումից ու բռնությունից։ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է մի շարք միջազգային փաստաթղթերի մասնակից, որոնք պետության վրա դնում են խիստ և կոնկրետ պարտավորություններ կանխարգելելու, բացահայտելու և պատժելու նման հանցագործությունները։ Դրանց թվում առանցքային նշանակություն ունեն երեխայի իրավունքների մասին կոնվենցիան, երեխաներին սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու մասին Լազարոտեի կոնվենցիան, ինչպես նաև երեխաների թրաֆիքինգի, մանկական պոռնոգրաֆիայի և սեռական շահագործման դեմ պայքարելու վերաբերյալ միջազգային մի շարք ակտեր։ Այս բոլորը խոսում է այն մասին, որ պետությունն ունի անելիքներ։ Արդյոք այդ գործողությունները կատարվել են հայտնի այս դեպքի շրջանակում, թե ոչ։ Հենց այդ մասին այսօր քննարկելու ենք տաղավարում հյուրընկալած մեր հյուրերի հետ։ Մեր հյուրերն են երեխաների իրավունքների պաշտպանության փորձագետ Դավիթ Թումասյանը եւ փաստաբան Վարդուհի Էլբակյանը։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ ձեզ մեր հրավերն ընդունելու համար։ Խոսելու ենք բնականաբար շատ թիրախային եւ ցավոտ թեմայի մասին, որի մասին չխոսելը եւս հանցագործություն է։ Ես ուզում եմ մի փոքր անդրադառնալ արմատներին, գործի հենց սկզբին, նախապատվությանը եւ հետո արդեն անցում կատարել այն ամենին, ինչ այսօր հնարավոր է արդեն արձանագրել։ Խնդրեմ։ Բարև։ Գործին մենք ներգրավել ենք մայիսի 3-ին, երբ լրագրող Սյուզաննա Բադոյանը արդեն այս աղմուկը տեղեկացավ եւ աղմուկը բարձրացրեց։ Դրանից հետո արդեն մեզ են դիմել եւ մենք ներգրավել ենք։ Ստացել ենք համապատասխան լիազորագրերը, իհարկե, շատ բարդ ենք ստացել, որտեղ օրինական ներկայացուցիչի հետ կապված էլ խնդիր ունենք։ Եվ դրան արդեն հաջորդող աշխատանքային օրը, եթե չեմ սխալվում, ամսի 5-ն էր, փորձեցինք տեղեկանալ, քանի որ եւ ընտանիքի անդամները եւ երեխաները արտահայտվելու, ներկայացնելու իրավիճակը եւ իրողությունները իրապես լուրջ խնդիրներ ունեն եւ ըստ էության նաեւ որևէ փաստաթուղթ չունեին։ Մենք ենք կապվել քննչականի հետ եւ քննիչների խնդրել ենք, որպեսզի մեզ ընդունեն եւ համապատասխան տեղեկատվությունը տան։ Եվ ամսի 5-ին արդեն իսկ դրա մասին բարձրաձայնել ենք, տեսել ենք, տեղի ունեցավ այն, ինչը տեղի ունեցավ։ Մեզ առաջարկեցին, որպեսզի մենք կարողանանք ապահովել այս ամենը ապրիլի 22-ի վարույթով, ընդ որում երկու վարույթ կա նախաձեռնված, մեկը փետրվարի 12-ին, որը վերաբերում է 15-ամյա երեխային եւ ապրիլի 22-ից 17-ամյա երեխայի մասով, քրոջ մասով։ Մենք այդ օրը ներգրավեցինք 17-ամյային եւ համաձայնվեցինք, որպեսզի մասնակցենք բոլոր այն գործողություններին, ինչը որ այդ պահին քննչականը նախատեսել էր, այսինքն հարցաքննություն եւ երկու անձի հետ առերեսում։ Իհարկե առերեսումներն էլ եղավ, փորձեցինք ապահովել կարգը, ինչ կարգով որ պետք է լիներ, այլ ոչ թե այն կարգով, ինչ կարգով որ մի անգամ տեղի էր ունեցել 15-ամյա երեխայի հետ, որին հետագայում կանրադառնանք։ Եվ դրանից հետո նրանք հարցաքննվում էին վկայի կարգավիճակում, դրանից հետո արդեն քան որ վկա էին որևէ կարգավիճակ նրանց չփոփոխվեց, նրանք գնացին իրենց ճանապարհով, մենք էլ արդեն եկանք մեր ճանապարհով եւ հայտնեցինք մեր անհամաձայնությունը եւ հայտարարեցինք նաեւ, որ վեդու քննչականի նկատմամբ ունենք խորը անհամաձայնություն, ինչու՞ չէ նաեւ դրանից հետո առաջացավ տարաձայնություններ, ընտանիքի անդամի մոտ եւ ընտանիքի հորեղբոր հետ տեղի ունեցավ այդ կոնֆլիկտային իրավիճակը, որի արդյունքում մարդը ձերբակալվել է 3 եւ այժմ Խոսքը դանակահարության մասին է։ Ոչ միայն դանակահարության, այլ նաեւ թեպետ պաշտպանը Ռուբեն Մելիքյանն է, Ռուբեն Մելիքյանը ավելի մանրամասը կներկայացնի, ամեն դեպքում 3 չէ առաջի օրը, երբ ես հայտարարում եմ, որ վեդու քննչական մենք հրաժարվում ենք որևէ քննչական գործողության մասնակցելու եւ հայտնում եմ պատճառները, իմ այդ խոսքից հետո ուղարկում են քրեականի աշխատակիցների, ըստ երևույթին ավելի մանրամասը չեմ կարող ասել, աշխատակիցներին, որպեսզի երկու երեխաներին եւ նրանց մորը զորով տանեն
Հարցաքննության։ Նրանք հայտարարում են, որ առանց մեր փաստաբանների մենք որևէ տեղ չենք գնա, փաստաբանների հետ ճշտեք մենք երբ կարող ենք ներկայանալ կամ ինչի եք հիմա մեզ ստիպում, որպեսզի մենք գանք։ Այդ խոսքից հետո ընտանիքի հորեղբայրը զանգում է այդ անձնավորությանը Ոման Խաչատրյան եւ ասում է, թե այս ինչ վիճակ է, ինչ է եղբորս ընտանիքի հետ այսպիսի իրավիճակ ստեղծել, որին նա հայտարարում է, որ խոսքի մեջ ինչ որ հայհոյանք է հնչեցնում։ Եվ հորեղբայրը դրանից հետո ասում է սպասեք մինչև որ ես կգամ։ Ընդ որում երեք լսել եմ նաև Ռուբեն Մելիքյանի ավտոլայվը, ինչով որ ինքը ելույթ ունեցավ։ Շատ կարևոր մեկ հանգամանք։ Տեսեք, հորեղբայրը գնում է որպեսզի հանդիպի Խաչատրյանին։ Այդտեղ լինում է քաշքշոց իրանց միջև։ Դրանից հետո գնում են որպեսզի հորեղբայրը ըստ երևույթին գնում է, ավել մանրամասը չգիտեմ, եւ գնում են որպեսզի հորեղբորը բերման ենթարկեն։ Բերման են ենթարկում ոստիկանության բաժին եւ այնտեղ կանգնացնում են Արտուրին, Արտուր Այնազյան, եթե չեմ սխալվում, այդ Արտուրի ազգանունը, Արտուր Երեմյանին են կանգնեցնում, այդ մանկապիղծին, էլ չեմ ասում ենթադրյալ, որտեղ արդեն դատարանը, խափանման միջոց եւ այլն, անմեղության կախավարկածի մասին էլ չեմ խոսում։ Դուք պատկերացնեք ինչպիսի սադրիչ գործողություն են իրականացնում։ Դրան անդրադարձավ Ռուբենը Մելիքյան։ Այսինքն հորեղբայրը այս գերլարված վիճակում, ինչի արդյունքում բերման է ենթարկվում կարգավիճակում, ու անմիջապես այդտեղ կանգնացնում են Արտուր Երեմյանին, որ ինչ լիներ, ավելի վիճակը լարվեր, թեժանար ու ինչ կատարվեր։ Փառք Աստծո ավելի չի լարվում վիճակը, բայց ամեն դեպքում այսօր ունենք, որ Արտուրը Թովմասը, երեխաների հորեղբայրը ձերբակալված է, հենց այս պահին էլ նրա հետ քննչական բարույթային գործողություններ են կատարվում, ենթադրում են, որ մեղադրանք կառաջադրեն։ Իսկ ինչ վերաբերվում է աղջիկներին, ամսի 5-ից հետո 17 տարեկանի այդ հարցաքննությունից հետո որևէ բարույթային գործողություն երեխեքի հետ դեռևս չի կատարվել, համենայն դեպս մենք դրա վերաբերյալ որևէ ծանուցում չենք ստացել, բայց կրկին անգամ հայտարարում եմ, որ մենք վեդուկ հնչականում դա երեխաների կամքն է, դա իմ ցանկությունը չի եւ իմ վերլուծությունն է այս մի քանի օրերի ընթացքում ինչ տեղի ունեցել այդ հնչական բաժնում, որ այնտեղ չի կարող լինել օբյեկտիվ քննություն։ Դրա համար մենք խնդրել ենք, հիմա էլ բարձրաձայնում եմ, որ բարույթը տեղափոխեն Եվ ակնկալում ենք գոնե թե այս փուլում պրոֆեսիոնալ մոտեցում այս հարցին։ Պարոն Թումասյան, մենք խոսեցինք քննչական գործողությունների մասին, խոսեցինք ընթացքի մասին, բայց ես կրկին ուզում եմ անդրադարձ կատարել ավելի վաղ ծագած հարաբերություններին եւ խնդիրները ման գալ հենց այնտեղ։ Երբ որ փետրվար ամսին ահազանգը հնչեց, ինչ պետք է կատարվեր, ինչ ահազանգ է հնչել եւ ինչ բացթողումներ են արկա, որովհետեւ ցավոք սրտի այս դեպքը ցույց տվեց, որ մեր պետական մարմինները, նախաքննություն իրականացնող մարմինը պարզապես պատրաստ չէ նմանատիպ դեպքերին տալ ճիշտ արձագանք, ճիշտ պահին եւ ճիշտ ռեսուրսներով։ Խնդրեմ։ Ես մի փոքր ավելի ժամանակագրական առումով կհեռանամ եւ ասեմ, որ ցավոք սրտի մենք ունենք լրջագույն խնդիր եւ եթե վերլուծում ենք քրեական վարույթները երեխաների նկատմամբ սեռական բռնության եւ սեռական շահագործման, մենք ունենում ենք խոցելի խմբերի ներկայացուցիչներ։ Եվ ցավոք սրտի վարույթների 80%-ով երեխաները գտնվում են սոցիալապես անապահով ընտանիքներում, ինչը էապես խորացնում է նրանց վիճակը։ Եվ դեպքերի մի մասով մենք ունենք նույն մեխանիզմը, այսինքն ոչինչ չի փոխվում։ Հայտնվում է ոմն մի բարերար։ Դա կարող է լինել իրական բարերար, որը հետագայում սկսում է կատարել նման գործողություններ, կամ անձով ներկայանում է որպես այդպիսին եւ այդ պատրվագով փորձում է ինչ-որ գործողություններ կատարել, կամ այլ նմանատիպ ինչ-որ մեխանիզմներով սկսվում վստահություն է ձևավորում այդ ընտանիքի մոտ, այնուհետև այդ վստահությունը օգտագործում է իր անձնական կարիքները բավարարելու համար։ Նայեք, այս մեխանիզմը այնքան պարզ է, որ միանշանակ կանխարգելիչ գործողությունների համատեքստում մենք կարող ենք ունենալ իրավիճակներ, երբ որ այս դեպքերը կկանխվեն, այլ ոչ թե մենք ունենանք դեպք եւ հետո սկսենք մտածել ինչպես արձագանքել այդ դեպքին, ինչ գործողություններ կատարել եւ ինչ հերթականությամբ։ Նայեք, կանխարգելումը միշտ ավելի դյուրին է, քան արձագանքը։ Ավելին կանխարգելումը ավելի արդյունավետ է, որովհետև մենք չունենք խեղված ճակատագրեր եւ մենք չենք ունենա երեխաներ, որոնք որ հայտնվում են նման իրավիճակում։ Ինչ վերաբերվում է այդ ձեր ասացին, որ միանշանակ պետք է լինի խիստ մասնագիտացված մոտեցում, հայտնեմ հետեւյալը, որ քննչական կոմիտեի ՀԳԳ վարչությունում մենք ունենք հատուկ վարչություն, որը կոչվում է հենց տրաֆիկինգի եւ անչափահասների նկատմամբ սեռական ազատության, անձեռմխելիության դեմ ուղղված եւ այլն շատ երկար
վերնագիր ունի այդ վարչությունը։ Արդյոք այդ վարչությունը տեղյակ է եղել այս գործի մասին դեռևս փետրվար ամսին։ Դա չեմ կարող ասել, որովհետև կարող է մարզային վարչությունը չի տեղեկացրել դրա մասին, բայց միանշանակ սկզբունքը հետևյալն է. Եթե մենք ունենք մասնագիտացված ստորաբաժանում եւ մենք ունենք բարդ դեպք, տրամաբանական է, որ խիստ ցանկալի է այդ բարդ դեպքը քննվի ոչ թե մարզային վարչությունում, այլ քննվի մասնագիտացված վարչությունում, որտեղ կան մասնագիտացված քննիչներ, ովքեր որ կարող են երեխայակենտրոն, զոհակենտրոն մոտեցում դրսևորել եւ երկրորդային զոհականացում չիրականացվի երեխաների նկատմամբ։ Ինչու ես հատուկ շեշտեցի, որ տրաֆիկինգի եւ սեռական հանցագործությունների վարչությունը մեկն է, որովհետեւ այս գործերը ունեն քննության, մեթոդաբանության եւ տաքսիկայի հետ կապված էական տարբերություններ եւ չի բացառվում, որ եթե որևիցե մի մարզում, որտեղ նման դեպքերը հազվադեպ են քննվում կամ այդ քննիչի վարույթում երբեք նման գործ չի եղել, ինքը կարող է այդ գործին մոտենալ նույն տրամաբանությամբ եւ նույն սկզբունքով, ինչպես քննում է մեկ այլ քրեական գործ։ Ինչպես այս դեպքում եղել է փետրվար ամսին, ըստ պարզաբանման, փաստորեն այս պահին անչափահաս երեխան հայտնել է, որ նա իր բարերարն է, որևէ խնդիր չունի, հրաժարվել է որևէ փորձաքննություն անցնելուց եւ փաստացի հեռացել է։ Այն մանրամասների մասին խնդրեմ։ Եսեք ասեմ, փետրվարի 12-ի դեպքով արդեն նշեցի, որ 15-ամյա երեխայի մասով է այդ վարույթը, արդեն իսկ երեխայի վերաբերյալ է վարույթը նախաձեռնված եղել։ Վարույթի նյութերին այս պահին մեծ տրամադրված չէ, դրա համար ավելի մանրամասը չեմ կարող որևէ տվյալ հայտնել, բայց ինչ տվյալ որ հայտնում եմ, դա ընտանիքի անդամներից, մասնավորապես հորաքույր, այլ զրույցների ընթացքից է մեզ հայտնի դարձել, որ այդ դեպքի ընթացքում 15-ամյա աղջկան կանչել են քննչական։ Քննչական նա գնացել է հոր հետ, որտեղ քննիչ ներկա է եղել նաև հոգեբանը, քննչական մարմինների կողմից հրավիրված հոգեբանը։ Հոգեբանի պրոֆեսիոնալիզմի մասով որևէ բան չեմ ուզում ասեմ, որտեղ նրան հանդիպել եմ նաև մյուս աղջկա գործով, սակայն երեխաները նրա հետ կոնտակտ չունեն, չեն կարողանում նրա հետ շփում, այդ շփումը նրա հետ չի ստացվել։ Միգուցե պետք է նախապես աշխատեն երեխաների հետ, որովհետև պատկերացրեք, միանգամից աղջիկը մտնում է, տեսնում է, ասում է ես քո հոգեբանն եմ, բայց մինչ այդ աղջիկը որ կարողանա ցուցմունք տա կամ ինչ որ տրամադրվի այդ ամեն ինչին, նրա հետ 2-3 ժամ աշխատել է պետք։ Դա իմ կարծիքն է ու այն ինչը որ ես տեսա։ Ամեն դեպքում հորը ասում են դրսում սպասի, օրինական ներկայացուցիչը չի մասնակցում երեխայի հետ հարցաքննությանը։ Հարցաքննությունը իրականացվում է տղամարդ քննիչի կողմից եւ հոգեբանի մասնակցությամբ, որի ընթացքում ընդ որում ես նշել եմ, դա արդեն ես որպես ամեն օր հանդիպող մարդ եմ ասում, 15-ամյա աղջիկը երբ սկսում ես խոսել, նա անընդհատ լացում է։ Հենց դեպքի անունը տալիս ես, նա չի կարողանում խոսել։ Արցունքները այսպես անդադ երեխայի հոսում են։ Այսինքն նրա հոգեբանական վիճակը ընդ որում դրա մասին բժիշկը ասեց, որ նա շատ ավելի ծանր հոգեբանական վիճակի մեջ է գտնվում, քան 17 տարեկան աղջիկը։ Ընդ որում 15 տարեկանի աղջկա մտավորը շատ ավելի լավ վիճակում է, քան 17 տարեկանի խնդիրները մի փոքր ավելի շատ են։ Դա ավել մանրամասները չբացահայտեմ, բայց վիզուալել է դա ակնհայտ։ Ինչևէ, երեխան այդ պայմաններում հրաժարվում է ցուցմունքներ տալուց, թե ինչ-որ հայտնում է հակասական տվյալներ է հայտնում, ըստ քննչական մարմնի։ Նաև այն պարզաբանման, որը ներկայացվեց։ Այո, դա իսկ այդ հակասական պարզաբանումը, որը որ ներկայացվեց, դա դատական բժշկի մոտ հայտնած տվյալներից էին հայտնում, դա էլ 17 տարեկանին էր վերաբերվում, այնքան խառնված պատմություն է։ Ես մի փոքր լրացում անեմ այդ տարածված հաղորդագրության հետ կապված։ Այնտեղ խնդիրը նաև կայանում է նրանում, որ շեշտադրվել է հոգեկան առողջության խնդիր ունենալու հանգամանքը, որը միանշանակ խտրականությունն է երեխայի նկատմամբ։ Եվ մենք ունենք բազմաթիվ թե մարդու իրավունքների եվրոպական դատարանի, թե նաև ունենք Վճռաբեկ դատարանի որոշում, որի պարագայում անգամ հոգեկան առողջության խնդիր ունեցող, ախտորոշում ունեցող անձի ցուցմունքներին կանխակալ վերաբերմունք ունենալը դիտվում է որպես խախտում։ Այսինքն այն որպես ապացույց պետք է գնահատվի մյուս ապացույցների շրջանակում եւ ի սկզբանե անգամ լրջագույն խնդիր ունենալու պարագայում վերապահումով վերաբերվել այդ ցուցմունքին չի թույլատրվում։ Իրականում հենց այդ շեշտադրումը ամբողջ այդ ցուցմունքների հանդեպ վերաբերմունքը փոխեց հասարակության մեջ, ընկալում փորձեցին թերևս մտցնել, որ հնարավոր է, որ նմանատիպ խնդիրներ ունեցող երեխան ոչ ճիշտ տվյալներ է հայտնել, ինչը նաև վտանգավոր է այս առումով։ Ուրեմն ես կարող եմ ասել, որ երեխան ոչ թե հոգեկան հիվանդ է, ոնց որ փորձեցին ներկայացնել,
ընդամենը երեխան ունի որոշակի խնդիրներ, բայց նա կարողանում է խոսել, արտահայտվել, երևույթների վերաբերյալ իր կարծիքը հայտնել, իհարկե, ընդամենը դա ասեցինք։ Եւ դա պետք է պարտադիրապացուցվի դատահոգեբանական փորձաքննության, որքանով է ինքը ընկալվում եւ վերարտադրում տեղեկությունը, այլ ոչ թե դա դիտարկի։ Հայտարարության մեջ նշված էր, որ նշանակվել է դատահոգեբանական փորձաքննություն։ Հայտարարության մեջ կար, այո։ Ամեն դեպքում չի կատարվել դատահոգեբանական փորձաքննություն։ Հիմա ինչև է անցնեմ առաջին խոսքից, եւ դրանից հետո հրավիրում են երրորդ անձին, այդ ոմն բարերարին եւ կատարում են առերեսում։ Նստացնում են երեխային, նստացնում են հոգեբանին, նստացնում են բարերարին դեմ դիմաց, սովորական ընթացակարգով են առերեսումը կատարում։ Դրա հատուկ կարգն էլ կա սահմանված, կարծում եմ դե արդեն 17 տարեկան աղջկա մասով մենք փորձեցինք այդ ամեն ինչը ապահովել, բոլորի ուժերով այդ արդեն հատուկ կարգը սահմանվեց, իհարկե, դա հատուկ կարգը այնպես չէր, որ պետք է կարծում եմ իրենք էլ արդեն նախապես դրա մասին իմանային ու չանեին առաջի երեխայի հետ եւ տղամարդ քննիչը։ Այդ պարագայում մենք ուզում էինք, որ 15 տարեկան աղջիկը ցուցմունք տար, պնդեր ցուցմունքը կամ չգիտեմ, հայտներ այնպիսի տվյալներ, որ իրեն հայտնի է։ Արդեն իսկ հասկանալի է, որ չէին կարող ունենալ եւ դրանից հետո ոչ մի գործողություն չի կատարվել։ Տեսեք, մենք անընդհատ բարձրաձայնեցինք այդ հարցը։ Նշեց պարոն Թումասյանը դատահոգեբանական փորձաքննություն, հոգեբանական, հետքաբանական, որտեղ գիտենք թե որտեղա տեղի ունեցել եւ այլն, կամ այդ օպերատիվ բլոկը պետք է այդ ամեն ինչը ապահովել։ Բերել են ընդամենը Արտուրի մեքենան, կանգնեցրել են այնտեղ, անգամ չգիտեմ, էլ գիտեք, համապատասխան ձևով են կանգնեցրել, թե ուղղակի ասել են մեքենան բեր այդտեղ կանգնեցել, չգիտեմ, այդ տվյալն էլ չունեմ, ամեն դեպքում հետքաբանական, հոգեբանական, այնքան բազմաթիվ փորձաքննություններ կա այդտեղ, խոզարկություններ, ոչ մի բան չի կատարվել, միայն կարող եմ ասել, 3 տեղեկացել եմ հարազատներից, որ տուժողների տանը 3 խոզարկություն է կատարվել եւ առգրավել են ինչ-որ որոշակի հագուստ, դուք պատկերացնում եք, խոսում ենք փետրվար ամսվա դեպքերի, շարունակական մինչեւ ապրիլի 20-ը դեպքերի, հիմա նոր մայիսի 6-ին եկել են 7-ին եկել են հագուստներ են առգրավել, երեխաների հեռախոսներն են առգրավել։ Այն տուժողների տանը։ Տուժողների, թե հիմա մեղադրյալների տանը խոզարկություն կատարվել է, թե չի կատարվել, արդեն այդ ինֆորմացիան մենք չենք տիրապետում։ Բայց դուք պատկերացրեք, պարոն Թումասյանը ներկայացրեց, որ ինչի մասին մենք արդեն 4-5 օր է խոսում ենք։ Հանցագործությունը միայն բացահայտումը չի, կանխարգելումն է, չէ՞։ Փետրվարի 12-ից եթե պատշաճ քննությունը կատարվեր, չէր լինի 17 տարեկան երեխայի շահագործումը։ Սեռական բռնության նա չէր ենթարկվի, որովհետև նրան է հաջորդել 17-ի նկատմամբ այս բոլոր կատարվող գործողությունները։ Այո։ Դատաբժշկական փորձաքննություն 15 տարեկան երեխուն նշանակում են դատաբժշկական փորձաքննություն, քննիչը վերցնում է տանում է տղամարդ դատաբժշկի մոտ։ Ուզում են, որ 15 տարեկան հոգեկան տրավմայի ենթարկված երեխան համաձայներ, որ ենթարկվեր դատաբժշկական փորձաքննության, ախր դրա կարգն էլ է սահմանված։ Ընդհանրապես պետք էր քրեական դատավարության օրենսգրքով առաջնորդվել։ Մենք չենք ասում Ամերիկա ենք այստեղ բացահայտում, թե ինչպես պետք է այդ ամեն ինչը լիներ։ Հիմա պատկերացրեք, որ գնում եք միտեղ, մեզ զննում են նորեն, չէ՞, թողնում, ընդունենք, մեկուսարան ենք մտնում։ Մեզ երբեք տղամարդ չի զննում։ Կնոջը կին է զննում։ Իրականում ես հետևության եմ գալիս, որ փաստացի լուրջ վերաբերմունք չի եղել այս գործի նկատմամբ։ Լուրջ չեն վերաբերվել եւ չեն կատարել ընթացակարգային այն պահանջները, որոնց իրենց վրա դրված է։ Թերևս այս դեպքում պետք է նաեւ մեջ բերեմ ձեր խոսքը, պարոն Թումասյան, որ պետք է մարզային կառույցը տեղյակ պահեր քննչական կոմիտեի հատուկ ստորաբաժանմանը, որպեսզի հենց այդ բաժինը զբաղվեր եւ կարողանար այն մոտեցումը ցուցաբերել, որը որ այո, սակայն մենք ունենք իրավիճակ, որ փաստացի այդ անգործության հետևանքով երկրորդ երեխան է վնասվել եւ երկրորդ երեխայի մոտ է այս պահին առկա լուրջ խնդիրներ։ Առայն, որ նման գործողություններ ավելի վաղ փուլում են իրականացվել, այսինքն ոչ թե խոսքը գնում է հենց փետրվարից մինչև ապրիլ դրանց կատարումը, այլ նաև անցյալ տարվանից, ինչից ելնելով դա նորից եմ կրկնում ավելի շուտ կանխարգելման լուրջ հարցեր է բացում։ Այո, այդ մասին մեզ հայտնել է։ Պարոն Թումասյան, ով է հայտարարություն տվել քննչական կոմիտեում, ինչ մանրամասներ է հայտնել եւ այս պահին ինձ հետաքրքիր է արդեն գործի շրջանակում, թերևս այդ հարցին դուք պատասխանեք, գործի շրջանակում մենք այս պահին ինչ ունենք ապացույցներից, որ կարելի ասել, որ հիմնավորվել է
եւ դրվել մեղադրանքի հիմքում։ Որքան տեղյակ եմ, հաղորդումը ներկայացվել է երկու դեպքով էլ ոստիկանության կողմից, Դպրոցի տնօրենի եւ հավաքարարի։ բայց իրանք կոմիտե չեն դիմել, ոստիկանություն են դիմել։ Եվ հետո հայրը գնացել հաղորդում ներկայացրել։ Մի փոքր եկեք մանրամասնենք։ Դպրոցի տնօրենը եւ հավաքարարը տեղեկացրել են ծնողին։ Ոչ, ոստիկանություն հաղորդում են, ոստիկանության են հրավիրել, դպրոցի տնօրենը, երկու դպրոցների տնօրենն առաջին ոստիկանություն է ներկայացել, հաղորդում են ներկայացրել դպրոցի տնօրենը եւ դպրոցի հավաքարարը, որ նման իրավիճակ կա այստեղ եւ մենք հաղորդում ենք ներկայացնում, գնացեք քննություն կատարեք, որից հետո էլ արդեն հայրն է մի հատ էլ հաղորդում ներկայացրել։ Երկրորդ հանգամանքը, 3 անդրադարձ կատարվեց, որ մենք չհասկացանք, թե այս աղմուկը ինչի համար էր եւ այս աղմուկի հետևանքով ինչ շահեցին իրենք։ Քննչական կոմիտեի նախագահի հայտարարություններ։ Փորձը ցույց տվեց, որ հենց այս աղմուկի հետևանքով կատարվեցին որոշ գործողություններ եւ շնորհակալություն մեր գործընկերոջը։ Այո։ Գլխավոր դատախազը հայտարարեց, որ ես տեղեկացված չեմ, ես այս ամենի մասին տեղեկացվել եմ, երբ որ դեպքը հանրայնացվել է, տեսեք մենք ունենք 3 հայտարարություն, 3 հայտարարությունն էլ իրար հակասում են։ Եվ արդյունքում, այո, աղմուկի արդյունքում ունեցանք այս իրավիճակը, որտեղ երեխաները իրապես վախեցած էին եւ ընդհանրապես այդ համայնքում թե ինչ է կատարվում դրան, չգիտեմ, երևի պատկան մարմինները պետք է անդրադառնան, որտեղ եթե սկսենք այդ էլ ներկայացնել, երեք ամբողջ օրը հարևաններին տանել, հարցաքննել, հարևաններին սպառնալ եւ այլն։ Չգիտեմ, այստեղ եմ որ ասում եմ մի հատ ժողովրդական խոսք է, թացը չորի հետ լրիվ խառնվել է։ Ինչևէ, դրանից հետո նաեւ ասում են, թե աղմուկը բարձրացրվեց եւ փորձում են քաղաքականացնել։ Քավլիցի հայտարարությունը դուք եք լսել։ Ես ամենայն դեպս չեմ տեսել, չեմ էլ լսել, որ որևէ քաղաքական գործիչ փորձել է սրա այս դեպքը հանրայնացնել ու մի հատ էլ դրանով քաղաքական դիվիդենտներ շահել։ Մենք խոսում ենք երեխաների մասին։ Երեխաների թեման օգտագործել քաղաքական դիվիդենտներ շահելու համար դա ներողություն, բայց անբարոյական արարք է։ Մենք չենք ուզում անգամ այդ թեման քննարկել։ Մեզ համար երեխայի շահն է կարևոր։ Միանշանակ կարծում եմ, որ հասարակությունն էլ դա այդպես ընկալեց եւ ընդունեց եւ մեր կողմից այս աղմուկի բարձրացումը միայն մեկ նպատակ էր հետապնդում։ Թույլ տվեք մեկ այս հանգամանքին էլ անդրադառնալ, որտեղ այստեղ վրթովմունքս է արդեն խոսում, այսինքն երեխաների ճակատագրի վրա, եթե մի մարդ պետք է դրանով փորձի իր առավելությունը ցույց տա իր PR-ը բարձրացնի, ուրեմն այդ մարդն էլ է հանցագործ։ Նա էլ պետքա պատժվի։ Եվ մեկ հանգամանք էլ մեր այս աղմուկից հետո, երբ որ մենք ասում ենք ուր էր սոցիալնախարարություն, ուր էր քաղաքապետարանը, ուր էին համապատասխան մարմինները, ամսի 5-ին մենք գտնվում ենք այնտեղ, զանգ է ստանում ընտանիքի մի անդամը, ասում է, որ մենք համայնքապետարանի սոցիալական ծառայության աշխատողների խորհուրդ, չգիտեմ որտեղից ենք, որտեղ տենց չգիտեմ։ Ձեզ պետք են այդ փաստաբանները, փաստաբաններից հրաժարվեք, մենք ձեզ անվճար փաստաբաններ կտրամադրենք։ Այս մարդիկ ասում են, իրենք էլ են մեզ համար անվճար այս գործը անում։ Կներեք, այս այն գործն է, որ մարդ պետքա մտածի, ակնկալիք ունենա, որ գումար պետք է աշխատի։ Պետք է արձանագրել, որ որքան էլ մենք մշտապես ասում ենք, որ երեխաներին վերաբերող թեմաներով պետք է զգույշ լինենք, հասկանանք, թե ինչ տեղեկատվություն ենք տարածում, չտարածենք այնպիսի տեղեկատվություն, որը կարող է նույնացնել նրանց եւ թիրախավորել, սակայն այս դեպքում մենք փաստացի պետք է արձանագրենք, որ բարձրացված աղմուկը պատճառ դարձավ, հիմք դարձավ, որպեսզի պատկան մարմինները սկսեն գործել եւ ավելի նաեւ հասկանան, որ կա հետեւողականություն եւ հետեւողական է արդեն հանրությունը։ Եվ ես կարծում եմ, որ այո, նմանատիպ դեպքերով հանրության ճնշումն ու հետևողականությունը շատ կարևոր գործիք են թափանցիկ եւ արդյունավետ քննության համար։ Այստեղ ավելի կայուն մոտեցում դրսևորելու համար անհրաժեշտ է հետեւյալ խնդիրը։ Ցավոք սրտի մենք ունենում ենք համարյա ամեն տարի նմանատիպ դեպքեր, որոնք որ շատ մեծ աղմուկ են բարձրացնում, այդ աղմուկի հետ կապված բոլորս խառնվում ենք իրար, հասարակությունը վրդովում է եւ դրանից հետո այդ դեպքի մասին մոռանում են։
դա չի հանգեցնում ոչ պրակտիկայի փոփոխության, ոչ հանգեցնում է նրան, որպեսզի այդ նույն մասնագետները փոխեն իրենց աշխատելավոճը եւ այլն։ Եվ ես օրինակ շատ կուզեի, որպեսզի այս դեպքը ոչ լիներ հերթական մի դեպք, որի մասին մի շաբաթ խոսացին եւ հետո բոլորը մոռացան այս տեղեկատվական հոսքի շրջանակներում, այլ լինի մի դեպք, որը իրականում կհանգեցնի որոշակի փոփոխությունների, որովհետեւ մենք ունենալով բավականին լավ օրենսդրություն, ընդ որում դա գնահատված է նաեւ միջազգային չափորոշիչներով, ունենալով լավ օրենսդրություն, մենք չունենք այդ դրա կիրարկման այն մեխանիզմները, որոնք որ գալիս են այն մասնագետներից եւ մարդ ռեսուրսներից։ Այո։ Երեք ես լսեցի ձեր հարցազրույցներից մեկում, որ կատարվել է փորձաքննություն եւ փորձաքննությամբ արձանագրվել են որոշակի տվյալներ երեխաների առողջական վիճակի հետ կապված։ Մի փոքր կխնդրեմ այդ փորձաքննությանն անդրադառնալ։ Ուրեմն 17 տարեկան աղջիկն է միայն ենթարկվել փորձաքննության եւ չեմ կարող բնականաբար բարձրաձայնել, բայց ամեն դեպքում փորձաքննության տվյալները բավարար էր, որպեսզի արդեն նրանք որոշակի գործողություններ արդեն իսկ ձեռնարկած լինեին մինչև մեր կողմից այս աղմուկի բարձրացումը։ Իհարկե մեր կողմից հետագայում ես ասել եմ, որ մենք ենք երեխաներին տարել բժշկի, ես չէի ուզենա, որպեսզի մենք տարած լինեինք բժշկի եւ ստանայինք այն տվյալները, ինչ տվյալներ, որ ստացել ենք։ Իսկ այդ ամեն ինչը արդեն իսկ հնչական մարմինները պետք է կատարած լինեին, որովհետև այն ինչը որ մենք ստացանք, դա ծանրացնող, մեկ հոդված ավելացնելու եւ այլն հարցեր կարող էր առաջացնել։ Հավատացեք, որ ես որ ասում եմ սահմռկեցուցիչ, այո, սահմռկեցուցիչ տվյալներ եմ ստացել։ Ես պատրաստվում եմ, ես այլ քննչական մարմին, երբ որ գործը կտեղափոխվի, բնականաբար ես իմ ձեռքից տակ եղած այս բոլոր փաստաթղթերը կներկայացնեմ վարույթն իրականացնող մարմնին եւ կարծում եմ, որ պրոֆեսիոնալ քննիչ լինելու պարագայում առանց արդեն իմ իսկ միջնորդության կնշանակվի համապատասխան փորձաքննությունները։ Այո։ Facebook-յան էջում գրառում կար, չեմ կարող չանդրադառնալ այդ գրառմանը։ Երրորդ երեխայի մասին էր խոսքը եւ ընտանիքի անդամի ներգրավվածության։ Ինչ տվյալներ կան այդ մասով։ Ինչպես ցույց է տալիս պրակտիկան, մենք բոլոր այն դեպքերում, երբ որ ունենք ընտանիքից 2 տուժած երեխա, իսկ ընտանիքը բազմազավակ է, մենք ունենում ենք նաեւ 3-րդ, 4-րդ, 5-րդ եւ այդպես շարունակ երեխաներ։ Այս պահի դրությամբ կատարվում են ուսումնասիրություններ, որոնց մասին արդեն նախաքննական մարմինները հետագայում կբարձրաձայնեն, բայց այստեղ խնդիրը գալիս է հետևյալ կերպ։ Նայեք, շատ ճիշտ նշվեց գործընկերոջս կողմից, որ դա անցյալ տարվանից սկսված է։ Այսինքն մենք ունենք մի քանի անգամ պարբերաբար նույն երեխաների նկատմամբ բարերարների կողմից կատարվող գործողություններ։ Քանի որ 2022 թվականին գործող նոր քրեական օրենսգրքում մենք ունենք սահմանումներ, այնտեղ շատ կարևոր դերակատարում ունի երրորդ հոդվածում ամրագրված երեխայի պոռնկություն եզրույթը, որը իրենից ներկայացնում է այնպիսի մի մոտեցում, որ երբ որ երեխաներին ներգրավում են այդ գործունեության մեջ, այսինքն երբ որ օգտագործում են սեքսուալ բնույթի գործողությունների նպատակով, որևիցե հատուցում կամ անգամ խոստում տրամադրելու նպատակով եւ որևէ նշանակություն չունի, դա տրվում է երեխային թե երրորդ անձին, դա արդեն ավարտված պոռնկություն է։ Եվ ինչն է այստեղ շատ կարևոր։ Մեր օրենսդրությունը գնացել է այն ուղղությամբ, որ երեխաների նկատմամբ կավատություն հանցակազմը իրականացնել հնարավոր չէ։ Եթե երեխային ներգրավում են այդ գործունեության մեջ, դա արդեն կոչվում է երեխայի տրաֆիկինգ կամ շահագործում, մասնավորապես դրա սեռական շահագործման դրսևորումը։ Այսինքն բացառապես օրենսդրական վերլուծության մասով մենք այստեղ ունենք իրավական հիմքեր համապատասխան արարքը վերավորակելու եւ այդ արարքը ավելի ծանր հանցագործության համատեքստում դիտարկելու մասով։ Երրորդ երեխայի մասով հետագայում արդեն ամեն ինչը կպարզվի եւ կբարձրաձայնվի եւ այստեղ ինչն է կարեւոր։ Քանի որ ժամկետը շատ տևական էր 6 ամիս եւ ավել։ Սա նշանակում է, որ ընտանիքի անդամները, որոնք որ տեսնում են երեխայի փոփոխություն, իսկ ցանկացած սեռական բռնության ենթարկված երեխայի մոտ կան թե ֆիզիկական, թե հոգեբանական վարքագծային փոփոխություններ, որոնք անհնարին է չնկատել։ Իրանք նկատելով դա, տեսնելով որոշակի բարերարների կողմից սպეციფიկ վերաբերմունքը եւ թողտվություն թույլ տալով որոշ հարցերի շուրջ, իրանք ակամա դառնում են մասնակից նմանատիպ գործողությունների։ Դրանք հարցեր են, թերևս որոնք պետք է միանշանակ, որոնք որ այո, ուսումնասիրության առարկա պետք է լինեն եւ տրամաբանականը, եթե պարզվի, որ ընտանիքի անդամներից որևիցե մեկը կապ չունի օժանդակողի, դրդիչի, թե այլ ինչ-որ կարգավիճակով ունի մասնակցություն, այստեղ սա պետք է լինի հենց ցուցանիշային տարբերակով դատավարություն, որը ցույց կտա նաեւ այդ անձանց պատասխանատվության ենթարկելու հիմքը։
Տեսեք, բարերարը մշտապես տուն է այցելել։ Մշտապես եղել է ըստ ընտանիքի անդամների հայտարարության եմ ասում։ Ամեն Կիրակի եկել է, օգնություն է որոշակի բերել, տարել է աղջիկներին, գրենական պիտույքներին, որ մանր-մունր նվերներ է գնել։ Այսինքն բարերարը իրենց տուն մուտք ու ելք է ունեցել։ Իհարկե դեռևս չենք կարող հասկանալ, թե բարերարը որտեղից հայտնվեց, ինչպես եւ այլն։ Դե իրոք բարերարի մասին ես ասացի ընդամենը դատալեքս տեղեկատվական համակարգը, որ մի հատ նայեմ, բավարար տվյալներ կար։ Հիմա ես չհրապարակեմ, դա էլ բաց աղբյուր է։ Նա երրորդ անձ է, որ այս գործով դեռևս չունի մեղադրյալի կարգավիճակ։ Նա ինչ կապ ունի ընտանիքի հետ։ Բարերարն է, ինքն է ներկայանում որպես հիմնական բարերար։ Մի զարմացել։ Բայց այդ անձը, ով որ բարերար է, ինքը ունի պարտքային խնդիրներ։ 23 թվականին էր վերջի դեպքը հանեցի 60,000 դրամ յուքոմին էր պարտք։ Այսինքն անձ, որ 26 թվականի կամ 25 թվականին իրականացնում է բարեգործություն, ինքը չի կարող 23 թվականին ունենալ այնքան վատ ֆինանսական վիճակ, որ ունենա այտենց մանր գումարների հետ կապված դատական վեճեր։ Իրականում ահռելի չափով աշխատանք կա կատարելու այս գործի շրջանակում, աշխատանքը շատ մեծ է եւ ես հուսամ, որ նախաքննություն իրականացնող մարմինը ականջալուր կլինի, կլսի մեր հորդորները, կլսի այն տեղեկատվությունը, որ պարբերաբար ձեր կողմից բարձրաձայնվում է եւ կկարողանան համագործակցային տարբերակով այս գործը բացահայտել, որովհետեւ վերջի վերջո փաստաբանները աղմուկ բարձրացնելու, PR անելու նպատակ չունեն։ Փաստաբանները փորձում են համատեղ ջանքերով բացահայտել կատարվածը եւ կանխարգելել այլ երեխաների նմանատիպ խոշտանգման դեպքերը, որովհետեւ փաստացի արձանագրեցինք իրավիճակ, որ հնարավոր էր կանխարգելել 17-ամյա երեխայի նկատմամբ կատարվող այս գործողությունը, բայց չի կատարվել, որովհետև համապատասխան գործողություններ չեն իրականացվել։ Շնորհակալ եմ ձեզ, անչափ շնորհակալ եմ այն ահռելի աշխատանքի համար, որ կատարում եք դուք, եւ ես վստահ եմ, որ այս դեպքը իրապես ոչ թե կլինի հերթական դեպքերից, որ ինչպես դուք նշեցիք, պարոն Թումասյան աղմուկ հանեց եւ մոռացվեց, այլ կլինի համակարգային փոփոխությունների ազդարարող մի դեպք։ Յուրաքանչյուր անպատիժ դեպք նոր հանցագործության վտանգ է ստեղծում, իսկ յուրաքանչյուր լռություն նոր զոհ։ Ուստի այսօր այս քննարկման նպատակը ոչ միայն արձանագրելն էր խնդիրը, այլև նպատակը հասցնելն էր պատկան մարմիններին, որ պետք է ձևավորել այնպիսի իրավական եւ հասարակական միջավայր, որտեղ երեխայի անվտանգությունը կլինի անվերապահ առաջնահերթություն, իսկ նման հանցագործությունների նկատմամբ պետության արձագանքը կլինի արագ, խիստ եւ անզիջում։ Հասարակությունն իրավունք ունի պահանջելու պատասխաններ։ Ինչու հնարավոր ահազանգերը ժամանակին չեն ստացել պատշաճ արձագանք։ Ինչու երեխաները մնացել են ենթադրյալ վտանգավոր միջավայրում։ Եվ ինչու հանրայնացումից առաջ չեն իրականացվել բավարար պաշտպանական եւ քննչական միջոցառումներ։ Երեխայի նկատմամբ սեռական բռնությունը չի կարող ունենալ արդարացում, բացատրություն կամ քողարկում։ Իսկ նման հանցագործությունների նկատմամբ լռությունը, անտարբերությունն ու հնարավոր անգործությունը հասարակության համար նույնքան վտանգավոր են, որքան հենց հանցանքը։ Այսպիսի դեպքերը պետք է ստանան ոչ միայն խիստ քրեաիրավական գնահատական, այլև նաև դառնան պետական համակարգի պատասխանատվության եւ ինքնամաքրման առիթ, որովհետեւ յուրաքանչյուր երեխա, որը մնացել է անպաշտպան, մեր բոլորի խղճի եւ իրավական համակարգի քննությունն է։ Եթերում կարևոր է իմանալ էջներ, կհանդիպենք հաջորդ կիրակի։